Հակասությունները փնտրեք, հակասությունները պետք է գտնեք եւ մանգակ եւ փնտրեք բարձրագույն խորհրդի եկեղեցական իրենց արդարամտության, իրենց արդարության, իրենց անմեղության եւ իրենց մաքրության գործերի մեջ։ Երբ որ իրենց գործերը եւ իրենց արարքները եւ իրենց վարվելակերպը եւ իրենց ապրելակերպը կլինի առաքինի, բնականաբար հետեւաբար իրենց կարգալուծությունը կունենա ուժ եւ օրենքի եւ հոգեվոր ուժ կունենա։ Այս պայդրությամբ մենք ունենք բազմաթիվ փաստեր, մենք բոլորս էլ տեսել եք, դուք էլ եք ականատես եղել, թե ինչպիսի հոլովակներ են հայտնվել համացանցում։ Ո՞վ է տարածել դրան։ Ինչու քայլեր չեն ձեռնարկվում։ Ես տեղյակ չեմ, ես գիտեմ, որ դատախազությունում արդեն գործ է հարուցվել այդ մասով, դա իրապահ մարմինների տիրույթի հարց է, բայց այն խորհուրդը, որտեղ որ կան, գործում են եւ գոյություն ունեն իրենց իսկ օրենքները եւ կանոնակարգերը խախտած մարդիկ եւ հոգեվորականներ, չի կարող այդ օրենքի, այդ խորհրդի ընդունած օրենքները կամ որոշումները ունենալ ուժ եւ գոյություն ունենալ հետեւաբար նաեւ եւ հետեւաբար Տեր Արամի կարգալուծության, այսպես ասած, որոշումը կամ չգիտեմ օրենքը, ինչը որ իրենք հրապարակել են եւ հայտարարում են եւ տարածում են, ուժ չունի, առնվազն հոգեվոր եւ բարոյական ուժ եւ գոյություն ունենալու հնարավորություն կներեք, գոյության ունենալու հնարավորություն անգամ չունի։ Համեմատական եք տանում եւ Ստեփան Ասատրյանն էլ որ հարցազրույց էր տալիս, պարբերաբար հղում էր անում իշխանությանը դատական համակարգին։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե կառավարությունում կա մեկը, որ իմ դիրքորոշումը չի կիսում, այո, ինքը պետք է հեռանա։ Հիմա դուք համեմատական եք տանում եկեղեցու իշխանության միջև։ Ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույց է հռչակել տվյալ Ամենայն հայոց կաթողիկոսը, իսկ ով է մեծ ընտանիլիկյո կաթողիկոսը, ով է Արամը, ով է, ինչ եք ասում ամենայն հայոց կաթողիկոս, ինքը բոլոր հայերի, արդյոք ինքը բոլոր հայերի կաթողիկոսն է, Կտրիշ Ներսիսյանը, ես հարց եմ տալիս, ես ունեմ իմ Աստված, ես ունեմ իմ հավատանքը, ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին եւ ինձ Աստծո հետ շփվելու եւ առերեսվելու համար ես կարիքը չունեմ ինչ-որ անձնապաշտության կամ ինչ-որ աստիճանակարգության, նորից եմ կրկնում ես ձեզ հարց եմ տալիս, հայ առաքելական եկեղեցին ունի 4 տարբեր թևեր, Պոլսո պատրիարքությունը, Երուսաղեմի հայ պատրիարքությունը, Սուրբ Էշմիածնի Մայր Աթոռի կաթողիկոսությունը եւ Մեծ ընկիլիկիոտան կաթողիկոսությունը։ Հիմա ո՞րն է ձեր համար ձեր կաթողիկոսարանը։ Ո՞րն է։ Ընտրել եք դուք։ Ձեզ հնարավորություն տրված է եղել ընտրելու։ Բա ինչ եք այդ հարցը բարձրացնում, ինչ եք այդ հարցը շարքում, Ժողովուրդ ջան։ Երբ որ մենք ամբողջ հայությունը, ամբողջ հայ ազգը կընտրի իր չեն լինի այդ տարանջատումները, այդ տարբեր առաքելական եկեղեցու բաժանումները, այդ ժամանակ եկեք ասեք նորին սորպոծություն ամենայն հայոց կաթողիկոս։ Բառն իսկ արդեն դուք հիմա փորձում եք մտնել եկեղեցական կանոնակ։ Դուք եք փորձում մտնել։ Ես չեմ մտնում դե։ Բայց ինչ եք այդ հարցապնդումները տալի։ Նոր ասում եք կարգալույց, նոր, եթե չեք մտնում Մերի ջան, հարց եք տվել, թողեք պատասխանեմ։ Չէ, հարց եք տվել, թողեք պատասխանեմ։ Ոչ թե դա իմ օրենքներն է, ոչ թե Մերի Մանուկյանն է ուղղակի այդպես ուզում, այդպես է ասում, ոչ, դա օրենքներն է։ Հիմա երկրում Հայաստանի Հանրապետությունում 3 միլիոն վարչապետերից 3 միլիոնը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել։ Հիմա ինչպես հիմա պիտի չընդունեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Մերի ջան, ձեր ասածը իրականության հետ ոչ մի կապ չունի, նոր հղումներ եք տալիս, ասում եք կառավարությունում ով որ չի սատարում։ Ես ինքս չեմ լսել նմանատիպ հայտարարություն, ես չգիտեմ դուք որտեղից եք այդ հայտարարությունը վերցրել, բայց ես նորից եմ, չէ, դուք արդեն, այսինքն ինչ-որ մի բան ասում եք ու դուք տենց ենթադրաբար հետևություններ եք անում ու փոխկապակցում եք դրա շարունակությունները իրար։ Նորից եմ կրկնում։ Այսինքն ինչ փաստ եք արձանագրում։ Ասեմ 3 միլիոն վարչապետերից 3 միլիոնը Նիկոլ Փաշինյանին չի ընտրել։ 2021 թվականի ընտրությունների արդյունքում քանի հոգի ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Հետո մոտավորապես 800,000 մարդ։ 820,000 է դեպ դարձել։ 780, եթե չեմ սխալվում։ 680, հա։ 685,000։ Հիմա մի վարքյան։ Դուք ասում եք 4 կաթողիկոսությունները, հա։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանին չեն ընդունել, ձեր հարցին
պարզ եւ հստակ բացատրեցի։ Այն խորհուրդը եւ այն մարմինը, որը ինքը անձամբ չի հետևում բարեվարկությանը եւ իր ապրելակերպին եւ իր տրված ուխտին, Աստծո առաջ իր ստանձնած ուխտին, այդ խորհուրդը չի կարող իրավաչափ, ասում եմ, առնվազն բարոյական եւ հոգեվոր ոչ մի իրավունք չունի, այլ քահանայի, ով ըստ իս առաքինի քահանա եւ առաքինի կերպով եւ պատշաճ եւ բարեվարկ կերպով մատուցել է իր ծառայությունը եւ շարունակում է մատուցել ծառայությունը Աստծուն, անել կարգալույծ տվյալ հոգեվորական ներողություն հարցերը կլսեք, ներողություն, նույն Մայրաթորի որոշմամբ, նույն եկեղեցական խորհրդի որոշմամբ Ստեփան Ասատրյանը ձեռնադրվել է որպես քահանա, բնակարան է ստացել Մայրաթորից, առ այսօր էլ բնակվում է այնտեղ։ Հիմա ո՞նց եղավ, որ ձեռնադրման որոշումը ընդունում են, կարգալույծ անելու որոշումը չեն ընդունում։ Կասեք, ո՞նց է այդ տրամաբանությունը։ Նորից եմ կրկնում, երբ որ Տեր Արամը ձեռնադրվում էր, մենք ոչ մեկս այս ամբողջ իրարանցումների եւ այս պատմությունների մասին տեղեկացված չէինք, առնվազն հանրությունը իրազեկ չէր եւ ես նորից եմ կրկնում, ես ինքս ճանաչելով Տեր Արամին եւ տեսնելով իր ծառայությունը եւ իր աշխատանքը եւ իր ինչքանով որ ես եմ կարողանում վերլուծել եւ հասկանալ իր կյանքը, բնականաբար ես գնահատական եմ տալիս որպես անց, հա, Լևոն Լևոնյան ես կարող եմ ընտրել, չէ, այսինքն տարբերակել լավը վատից կամ չգիտեմ, անմեղը ոչ անմեղից, կեղծը անկեղծից։ Որպես Լևոն Լևոնյան եւ ավականու անդամ տեսել եք ձեր ասած Տեր Արամի նախկինում արված գրառումները Նիկոլ Փաշինյանի, այդ թվում օրինակ նաեւ բանի Արայիկ Հարությունյանի մասին, որի մասին նա ասել է որ Սորոսի բիճ է Արայիկ Հարությունյանը։ Հիմա դուք համաձայն եք։ Ես նորից եմ կրկնում, չեմ տեսել նմանատիպ գրառումներ։ Անջատեք արդեն հա ցույց կտանք, հետո կզրուցենք այդ մասին։ Իսկ նորից եմ կրկնում, ինչ վերաբերվում է ձեր ասացին, որ դուք դա կարգալույծ անընդհատ կրկնում եք, ես համաձայն չեմ ձեր ասածների հետ։ Եկեղեցում բարձր հոգեվորականության, բարձր աշճանակարգ ունեցող հոգեվորականների մեջ կան բազմաթիվ խնդիրներ, բոլորս դա գիտենք, ես կարծում եմ պետք է ժողովրդի հետ առնվազն անմեղ լինել եւ ժողովուրդն էլ դա բնական անկեղծ լինել եւ ժողովուրդն էլ դա հասկանում է, որ շատ խնդիրներ ունի այսօր եկեղեցին եւ մենք բոլորս պետք է նորոգենք եւ մորմոկենք եկեղեցու այդ վերքերը եւ բոլորս եթե ցանկանում ենք հոգեվոր ունենալ հոգեվոր հանգստություն, հոգեվոր ճիշտ եւ առաքինի կյանք, բնականաբար հետևենք այդ խորհրդին եւ հետևենք այդ քայլերին եւ շարունակենք հավատալ Աստծուն եւ ազգովի միանալ ոչ թե ասեցի օրինակը ձեզ բերեցի 4 տարբեր աթորանիստեր կան, 4 տարբեր եկեղեցիներ կան, ամեն մեկը ըստ երևույթին փաստացի իր շահն է առաջ տանում, հա, այդ խնդիրների մասին ոչ մեկը տեղյակ չեք, ոչ մեկը չգիտեք ու ոչ մեկի մասին չեք խոսում։ Կներեք, հիմա ձեզ ցույց տամ։ Տեր Արամը 2020 թվականի մայիսի 29-ին կիսվել է Սամ Ավագյանի գրառմամբ, որտեղ նա ասում է ճանաչեք Սորոսի բջերին։ Հիմա ուշադիր նայեք, միջև է, չտեսեք թե ովքեր են իշխանության ներկայացուցիչները։ Արայիկ Հարությունյանը Ինչքանով է անկեղծ դուք նոր ասում եք ինքը բան էր գրել։ Հիմա փաստորեն կիսվել է։ Չէ, դուք ասում եք գրել է։ Հասկացան, կիսվել է գրառմամբ։ Նորից եմ կրկնում, չէ, հիմա կիսվել է եւ գրել է, դրանք տարբեր բաներ են։ Այլ բան է, երբ որ դու ինքդ ես այդ մտքերը արտաբերում, այլ բան է, երբ որ դու ուրիշի կարծիքը փորձում ես երկրորդել կամ համաձայն ես տեսնում եմ որ համաձայնել է, չէ, եթե դուք կիսվեք, օրինակ դուք կստացի որ դուք էլ եք համաձայն։ Նորից եմ կրկնում, ես տեսա, ես հիմա այս մասով մեկնաբանություններ չունեմ, դրա համար կարծում եմ ավելի լավ կլինի Տեր Արամին այդ հարցը հղեք եւ ստանաք պատասխանը։ Իսկ օրինակ դուք տեղյակ եք այսօր ինչ օր է։ Ինչ օր է այսօր, չէ, դուք տեղյակ եք։ Արևոտ աշնանային օր է։ Ոչ, եկեղեցական տոմարով ինչ օր է, տեղյակ եք։ Դուք տեղյակ եք, ասեք։ Այո, ես տեղյակ եմ։ Իսկ դուք տեղյակ չեք։ Դու ասեք, Բայց դուք հավատացյալ եք։ Ես խաչ եմ տեսնում ձեզ վրա, բայց դուք տեղյակ չեք։ Բա ինչի տեղյակ չեք, բա ինչ եք դնում։ Այլոց հարցեր եք տալիս տարբեր։ Այսօր բոլոր սրբերի, անհայտ եւ հայտնի սրբերի սրբադասման տոնն է այսօր։ Այդ 3 է նոյեմբերի 1-ին։ Այդ 3 է։ 3 չէ, համարվում է նոյեմբերի ամսվա Կիրակի առաջի օրը, իսկ Կիրակի առաջի օրը նոյեմբերի ամսվա հիմա է։ Հիմա մենք այստեղ մարդկանց հարց ենք տալիս, ընդ որում էկոնոմիկայի նախարար ասում է եկեղեցական կանոնագրքին օրենքներին տեղյակ եմ այնքանով որքանով։ Մի հատ գնացեք հարցեք էկոնոմիկայի նախարարին։ Նորից եմ կրկնում, դուք հիմա ես մեղադրանք չեմ, Մերի ջան, նորից եմ կրկնում, ես մեղադրանք չեմ հնչեցնում։ Ես ասում եմ, որ ոչ, որ երկակի ստանդարտներ չպետք է կիրառել։ Ես խոսում եմ նրա մասին, որ եթե դուք Արայիկ Հարությունյանը, հիշում եք նախկին